Սեպտեմբերի 29-ը սրտի համաշխարհային օրն է։ GM Pharma միջազգային բազմազգ դեղագործական ընկերությունը այս տարի ավանդաբար միացել է համաշխարհային կոչին եւ սկսել է անվճար սրտի հետազոտությունների լայնածավալ արշավ հիվանդներին աջակցելու համար։ GM Pharma-ի կողմից կազմակերպված արշավը սկսվել է սեպտեմբերի 25-ից եւ անցկացվել է ամբողջ Վրաստանում՝ Զուգդիդիում, Գուրջանիում, Թելավիում, Ռուստավիում եւ Թբիլիսիում։ Հիվանդները հնարավորություն ունեն անվճար ստանալու սրտաբանի խորհրդատվություն, էլեկտրասրտագրություն, սրտի ուլտրաձայնային հետազոտություն։ Նաև պետք է նշել, որ սրտանոթային հիվանդությունները այն հիվանդությունների շարքում են, որոնց դեղամիջոցները ներառում են քրոնիկ հիվանդությունների բուժման համար դեղամիջոցները տրամադրելու պետական ծրագրով։ GM Pharma դեղամիջոցները նաև ակտիվորեն ներկայացված են համընդհանուր առողջապահության պետական ծրագրում։ Պետական ծրագիրը բաց է սոցիալապես անապահով անձանց, թոշակառուներին, վետերաններին, հաշմանդամների եւ Վրաստանի օկուպացված տարածքների հետ բաժանարար գծերի հարակից գյուղերի բնակիչների համար։ Նաև հարկ է նշել, որ ընկերության հետազոտությունների եւ զարգացման լաբորատորիան ներկայումս աշխատում է մի քանի նոր սրտաբանական դեղամիջոցների վրա, ինչը նշանակում է, որ Վրաստանում եւ բոլոր այն երկրներում, որտեղ գործում է GM Pharma-ն, շուտով կհայտնվի նոր դեղամիջոցներ, որոնց միջոցով թույլ կտան առողջապահության մասնագետներին եւ նրանց հիվանդներին ավելի լավ լուծել խնդիրը։ Սրտանոթային հիվանդությունները աշխարհում ամենատարածված առողջապահական խնդիրն է։ Ամեն տարի հիվանդություններից մահանում է մոտ 20 միլիոն մարդ։ Սեպտեմբերի 29-ը նշվում է 2000 թվականից եւ նպատակ ունի բարձրացնել հանրային իրազեկությունը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, վերահասկման եւ բուժման վերաբերյալ։ Մի բաց թողեք ռիթմը այս տարվա արշավի գլխավոր կարգախոսն է։ Գիգա Չալաձե, կարդիոլոգիուր Սամսախորիս խմձվանելի Ախալցիխի ռեֆերալ հոսպիտալ։ Ես Գիգա Չալաձեն եմ, Ախալցիխի ռեֆերալ հիվանդանոցի սրտաբանական ծառայության ղեկավար։ Ինչպես հայտնի է, այսօր սրտանոթային հիվանդությունները աշխարհում մահացության առումով առաջին պատճառներից են հանդիսանում։ Ուստի շատ կարևոր է առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշումը տեղեկացնել հիվանդներին այս հիվանդությունների եւ դրանց կանխարգելման մասին, քանի որ ճիշտ կանխարգելումը մեծ դեր ունի հիվանդությունների զարգացման եւ հետեւաբար մահվան կանխման գործում։ Մինչ դեղորայքի մասին խոսելը կուզեի մի փոքր ներկայացնել, թե մեր Ախալցիխի հիվանդանոցում ինչ ենք առաջարկում։ Ցանկանում եմ մեր տարածաշրջանի բնակչությանը տեղեկացնել, որ սրտաբանական տեսանկյունից ունենք մի շարք նորություններ եւ ախտորոշման եւ միջմտությունների ոլորտում։ Նաեւ սկսեմ ախտորոշումից։ Հնարավոր է անցկացնել լիարժեք ախտորոշիչ հետազոտություն։ Սա ներառում է էլեկտրոսրտագրության, ժամանակակից էխոկարդիոգրաֆիա, սրտի կառուցվածքի գնահատման համար ներառյալ փականների վիճակը, սրտի կծկողությունը եւ այլն։ Կա նաեւ զարկերակային ճնշման 24-ժամյա մոնիտորինգի հնարավորություն, ինչը նորություն է մեր տարածաշրջանում։ Ինչպես հայտնի է, բարձր ճնշման ժամանակից կառավարումը պահանջում է ավելի ճշգրիտ վերահսկողություն եւ ավելի հարմար է նաեւ բժշկի համար, քանի որ օրվա ընթացքում ստանում ենք տվյալներ, երբ է ճնշումը բարձրացել եւ ըստ այդմ կատարում ենք համապատասխան նշանակումը։ Հնարավոր է նաեւ 24-ժամյա EKG մոնիտորինգ, ինչպես նաեւ ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստ, երբ հիվանդը մեզ մոտ գալիս է հանգիստ վիճակում եւ մենք ասենք կարդիոգրաֆիա ենք անում, սրտի ուլտրաձայնային հետազոտություն ենք անում եւ որևէ էական պաթոլոգիա չենք կարողանում հայտնաբերել։ Հետեւաբար ըստ ժամանակակից սրտաբանական ուղեցույցերի անհրաժեշտ է գնահատել սրտի արձագանքը ծանրաբեռնվածության ժամանակ։ Հատուկ սարքի միջոցով ստեղծում ենք արհեստական ծանրաբեռնվածություն, կատարվում է սրտագրություն եւ հետեւում ենք ախտանիշերին։ Սրանք հիմնական հետազոտություններն են, որոնք այսօր առաջարկում ենք սրտաբանական ծառայության շրջանակում, իսկ միջամտությունների ավելի խորքային եւ լուրջ ընթացակարգի համար հնարավոր է օգտվել պաստերիզացիայի լաբորատորիայից։ Այժմ դեղորայքի մասին ասեմ, որ մեր տարածաշրջանում արկա են բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, որպեսզի հիվանդները ստանան ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխան բուժում։ Շատ հարմար եւ կարեւոր է այն, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել GM Pharma ընկերությանը, քանի որ նրանց շնորհիվ հիվանդները կարողանում են ստանալ անհրաժեշտ դեղորայք էական արտոնագրություններով, իսկ դրանց մեծ մասը տրամադրվում է անվճար։ Այս տեղերը կենսական նշանակություն ունեն հիվանդների համար եւ բժիշկների համար նույնպես կարեւոր է, քանի որ նրանք կարող են նշանակել հենց այս տեղերը, որոնք անհրաժեշտ են տվյալ հիվանդին։ Ովքեր կարող են օգտվել այս տեղորայքից, ասեմ, որ բենեֆիցիարներն հիմնականում թոշակառու տարիքային խմբերի հիվանդներն են եւ նրանց համար այս տեղերի մեծ մասը կլինի անվճար։ Նորից կրկնում եմ, մեծ հարմարավետություն է եւ բժիշկների եւ բնակչության համար եւ կարեւոր երաշխիք առաջնային նշված սրտանոթային հիվանդությունները կանխարգելվեն եւ ճիշտ բուժվեն։ Գարանտիա իմիսարոմ այս აღნიშნული, զենոթ აღნიშնული գույնս դավադებები თავიდან იქნეს აცილებული და სწორად იყოს ნამართი.